Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը վախի մթնոլորտ չի ստեղծել, համոզված է Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի առաջնորդը, որն իր համակիրների հետ շարունակում է Քարոզար Շավեսյունիքի մարզում։ Ջրառատում մենք կատարվածի վերաբերյալ մենք անպայման պահանջելու ենք, որպեսզի իրավական եւ ճիշտ գնահատական տրվի, եւ եթե չտրվի, ապա լավ չի լինի ոչ մեկի համար։ Կապան քաղաքում պաշտպանության նախկին նախարարը հորդորում է հետևություններ անել կատարած աշխատանքով։ Հիմա դուք կարող եք հարց տալ, ասել պատգամավորներից շատ-շատերը 5 տարին մեկ գալիս, խոսք են տալիս եւ գնում են։ Ես առաջին անգամ եմ այս վիճակում։ Ես ունեմ ռազմական փորձառություն։ Ռազմական փորձառության մեջ այսպես է, խնդիրը դնում են, կատարում են այդ խնդիրը, այնուհետև զեկուցում են այդ խնդրի կատարման վերաբերյալ։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը համաներում է խոստանում իշխանության գալու դեպքում։ Հավ ու ձու գողացողին այսօր պետության հաշվին երկար կարելի ասել պատժած ժամկետ են սահմանում, իսկ բյուջեի եւ մեր արտաքին պարքի գողացողներին պաշտոնի բարձրացում են տալիս։ Դաշինքի անդամ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գիտի, թե ինչպես կարելի է արտաքին քաղաքականություն օգտագործել իր շահ հայրենիքի։ Եթե մենք եկանք իշխանության, շատ արագ սուվերենությունը կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք կներդնենք նորից կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը արդեն կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար։ Իրենց առաջնային թիրախը եւ մրցակիցը Հանրապետական կուսակցությանը համարելով դաշինքի անդամները հորդորում են ներկաներին ոչ մի դեպքում չքվեարկել իշխող կուսակցության օգտին։